Thank you, Mr. Ambassador. Հարգարժան տիկին դեսպան, նույն հարցն էլ ձեզ եմ ուզում ուղղել, եթե այլ տեսակետից ունեք ասելիք, ավելացնելիք այս հարցի կապակցությամբ, խնդրեմ։ Thank you. Շնորհակալություն։ Maybe just add a few Ավելացնեմ ընդհանրապես մի քանի մեկնաբանություն։ already discussed. Վասիլիսի ներկայացրեցին նախկասեի, որ ինչպես Վասիլիսը նշեց 2024-ի Երակոմ կոնֆերանսը տեղ ունեցավ Բրյուսելում, որտեղ ԱՄՆ, Եվրամիությունը եւ վարչապետը մասնակցեցին։ Ես կարծում եմ դա կարևոր մեկնարկ էր։ Մենք միշտ էլ համագործակցել ենք, բայց դա ավելի ֆորմալ, ավելի ինտենսիվ համագործակցության մեկնարկներ բոլորիս մեր միջև մեզ բոլորիս համար։ Ես տեսել եմ, որ Եվրամիության ու ԱՄՆ-ի Հայաստանին աջակցելու ջանքերը եղել են իրար փոխ լրացնող, դրանք իսկապես օգնել են լրացնելու այն բացերը, որոնք հնարավոր է մեկը չի կարողացել, մյուսը կարողացել է ստանձնել եւ դա անել։ Ես վաղուց Եվրամիության սահմանների դիտարկման առաքելության երկրպագու եմ, այն շատ արդյունավետ է, խիստ արդյունավետ է, երբ նրանք տեղակայվեցին, արդեն տեսակ կտրականապես նվազեցին անդրսահմանային միջադեպերը եւ ես բարձր եմ գնահատում դիտորդական առաքելության դերը եւ իրենց եմ վերագրում այդ հաջողությունը։ Առաքելության գալուց ի վեր դա շարունակվել է ստացակավաթիվն կամ ընդհանրապես չկան միջադեպեր սահմանին, որ նստիս հույժ կարևոր է հայաստանցիների համար, հատկապես նրանց, ովքեր սահմաններին մոտ են ապրում, որպեսզի ապահով ու անվտանգ զգան իրենց տներում։ Մենք կանոնավոր կերպով աշխատել ենք Եվրամիության հետ, որպեսզի տարբեր հարցերի լուծումներ տանք։ Կամ մի ոլորտ, որում միասին աշխատում ենք եւ աշխատում այնպես, որ հակասություններ չլինեն։ Դա սահմանների կառավարման եւ սահմանների անվտանգության ոլորտն է։ Եվրամիության վիզաների ազատականացման քննարկումների շրջանակում իրենք բավական շատ աշխատում էին այդ ոլորտում, նույնը նաեւ մենք մեր TRIP գործընթացի շրջանակում մենք սերտորեն համագործակցում ենք, որպեսզի կրկնողություն չլինի եւ ամբողջ աշխատանքը արվի։ Համագործակցությունը լավն է, TRIP-ի շնորհիվ ակնկալում ենք բազմաթիվ նախագծեր, որոնք պետք է ընդհանուր TRIP շրջանակի ներքո ավարտին հասցվեն։ Ես գիտեմ, որ բազմաթիվ հնարավորություններ կան եվրոպական ձեռնարկությունների համար աշխատելու այդ նախագծերի շրջանակում եւ ես համոզված եմ, որ մոտակա ամիսներին մենք կսկսենք նրանց հետ քննարկումները, որպեսզի լավագույն իրագործողները այդ տեսլականը կյանքի կոչեն։ Շնորհակալություն։